Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արարատյան խոհանոցն է Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ միասին ենք։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել կերակրատեսակներ, որոնք կարծում եմ ձեզ կհետաքրքրեն, ձեր առօրյան լցնելու, առօրյա կերակրատեսակներ պատրաստելու գործում եւ ընդհանրապես ձեր տան նույնիսկ կերակրացանկը զարգացնելու համար։ Այսօր այդ գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Համլետ Վարդանյանը, ով միաժամանակ հանդիսանում է Հավանա ռեստորանային համալիրի ավագ խոհարարը։ Ողջույն, եղբայր, ինչպե՞ս ես։ Շատ ուրախ եմ եւ ասեմ, որ արձագանքները մեր նախորդ հաղորդումների շատ են եւ նաեւ մեր հեռուստադիտողների նաեւ որոշակի պահանջով է, որ մենք նորից ուզում ենք եւ հպարտ ենք եւ ուրախ ենք, որ նորից միասին պիտի պատրաստենք մի կերակրատեսակ։ Ինչ ենք պատրաստելու, Համլետ ջան։ Այսօր մենք պատրաստենք ջեռոցում, կպատրաստենք հավի կրծքամիս, կմատուցենք նաեւ ջեռոցում պատրաստած կարտոֆիլով որպես խավարտ, ու դրա հետ մեկտեղ կառաջարկենք նաեւ ամառային արձան թթվասերով։ Մեզ ուտեստը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի հավի կրծքամիս, սերուցք, կարտոֆիլ, սխտոր ընկույզ, հավի կրծքամիսի հետ նաև կմատուցենք ընկույզի սոուս պատրաստած սերուցքով։ Հիանալի, ինչ ենք անելու, ինչով կարող եմ օգնել եւ ինչից սկսենք։ Դրա համար ես ձեզ կխնդրեմ ջեռոցը միացնել, որպեսզի այն տաք 180 աստիճան ջերմաստիճանում, իսկ այդ ընթացքում ես կմարինացնեմ հավի կրծքամիսը։ Այո։ Հավի կրծքամիսի մարինացման համար մեզ անհրաժեշտ կլինի աղ, աղը մենք միշտ օգտագործում ենք լոտուս ապրանքանիշի աղը։ Այնուհետև սեղ պղպեղ կավելացնենք կրծքամիսի վրա, վերջում ձիթայուղ։ Նախնական համեր ենք փոխանցում։ Մի որոշ ժամանակ թողենք, որպեսզի այն լավ համեմվի, այդ ընթացքում մենք զբաղվենք կարտոֆիլով։ Այս ընթացքում ես արդեն կտրատեմ կարտոֆիլը, այն նույնպես կմարինացնեմ եւ հավի կրծքամիսի հետ միասին ուղեկցենք ջեռոց։ Այդ ընթացքում կպատրաստենք սոուսը, նրա համար նախատեսված եւ աղցանը։ Մեր հեռուստադիտողին հետաքրքրեց ինչու ձեթ մարինացման ընթացքում։ Մարինացման ընթացքում ձեթը ավելի լավ է արտահայտում համերը, նախ փափկացնում եմ միսը, արտաքին շերտը պատում ենք ձեթով, որպեսզի այն օդի հետ շփման ժամանակ չչորանա, չկեղավապատվի։ Մեզ կեղավապատման գործընթացը հարկավոր է ջեռոցում ստանալ, ոչ թե սենյակային ջերմաստիճանում օդի հետ շփումից, ու ստերիլիզացնում է այն, չի թողնում, որպեսզի ավելի շուտ փչանա մթերքը։ Սովորաբար նաև օգտագործում է այդ նպատակով ձեթը։ Այո։ Կարծում եմ որոշակի սննդային արժեքել է պարունակում, չէ՞։ Այո։ Որոշակի։ Համատաբար կենդանական յուղերի բուսայուղը ավելի խորհուրդ է տրվում, որովհետև այն ավելի դիետիկ է, առողջարար է եւ խոլեստերին չի պարունակում։ Դա հարց է, հիմա մենք, եթե մեր այս հաղորդումը լսում են տատիկները, ովքեր սովոր են տնական յուղով պատրաստելու, կարծում եմ այնքան էլ համաձայն չեն լինել։ Այո, իհարկե։ Եվ ինչպես ասում են, նրանց կարծիքը մեզ տրված չի նրանց կարծիքի կասկածյալը լինել։ Չեն կարող կասկածել։ Քանի որ նրանց կարծիքը անցել է փորձառություն երկար տարիներ, իսկ մեզ դեռ ապրել։ Ձեզ իհարկե, ես արդեն այդքան էլ շատ չեմ։ Ահա, այստեղ նույնպես աղ, սև պղպեղ, կարտոֆիլը նույնպես մարինացրեցինք աղով, սև ձեթով, այո։ Ձեթով Մենք արդեն մի մոտ ժամանակ 1 րոպեից կհավաքի ջերմությունը։ Կդասավորենք կարտոֆիլը։ Այստեղ մեր հեռուստադիտողներին կհետաքրքրի նաև ջերմային մշակման եղանակը որպես ջեռոցում։ Իհարկե այսպիսի ջեռոցները ունեն
ֆունկցիաներ, տապակման, խորովման եւ այլն, նույնիսկ բազմաֆունկցիա։ երկար ժամանակով ցածր ջերմաշանի տակ այդ խաշման process-ը, բայց հիմա մենք թխման process-ն ենք դնելու։ Չէ, այսինքն ջերոցային։ Մենք ջերոցային process-ն Այ հիմա մենք կարող ենք մեր հեռուստատողերին ասել ջերոցից օգտվելու ժամանակ հարկավոր է անպայման ջերմաստիճանը բարձր վերցնել, նոր դնել ջերոց։ Այո, մերը քանի որ պրոֆեսիոնալ մասնագիտացված տեխնիկա է, այն թույլ է տալիս մենք որպեսզի պատրաստենք ուտեստ 180 աստիճան ջերմաստիճանում, որովհետև հավասարաչափ բաշխում է ջերմությունը սեկցիայում, իսկ տնային պայմաններում շատ քչեր է նմանատիպ զարգացած աստիճանի ջերոցներ ունեն։ Այդ պարագայում խորհուրդ կտամ 200-220 աստիճանում արդեն պատրաստել ու կստացվի այն, ինչ որ մենք հիմա կմատուցենք, կպատրաստենք։ Շատ լավ։ Նաև պիտի նշենք, որ եթե մենք համարում ենք ջերմային մշակման եղանակը կարևոր գործոն յուրաքանչյուր կերակուր պատրաստելիս, այսինքն տեխնոլոգիական process, որը շատ կարևոր է մթերքի սննդային արժեքները պահպանելու, մթերքի տեսքը, համը պահպանելու առումով, ջրոցում պատրաստված կերակրատեսակը նույնպես կարելի է այնպես պատրաստել, որ այդ ամբողջ նշած որակները պահպանվի։ Եվ աղցան պիտի պատրաստենք, ես ամսական բողոք եմ տեսնում, սա նույնպես։ Այո, աղցանի բաղադրիչ մասն է կազմում, աղցանը մեր սովորական իմացած ամառային աղցանից տարբերվում է, այն մեջ կներառի լոլիկը, վարունգը, թթվասերը, ամսական բողոքը եւ կանաչ սոխ։ Հիանալի։ Ընդհանրապես ուզում եմ առիթից օգտվելով խորհուրդ տալ մեր երիտասարդ խոհարարներին հատկապես մի դադար եք երազել։ Այո։ Մի դադար եք երազել, մի վախեցեք փորձելուց, փորձեք եւ հատկապես աղցան պատրաստելիս տարբերակները պիտի ձեր գլխում արդեն լինի տարբերակները եւ հաշվի առնել, որ շատ բաղադրիչներ հարկավոր չեն, 2, 3, 4 լավ բաղադրիչ գույները պիտի համադրվեն եւ համադրելի մթերքներ լինեն, որովհետեւ տեսքն էլ պիտի համապատասխանի։ Խնդրեմ, ինչով կարող ենք արդեն աջակցել։ Պարոն Ամին, խնդրեմ ձեզ լոլիկը եւ վարունգը կտրատել։ Ինչ տեսքով։ Սովորական, ինչպես մենք պատրաստում ենք տնային պայմաններում ամառային աղցան, նույն ձևաչափով կարող ենք կտրել։ Իսկ ես այդ ընթացքում զբաղվեմ սոուսով, սոուսի համար մեզ անհրաժեշտ կլինի ընկույզը, սխտորը եւ բուսայուղը առաջնահերթ։ Տաքացնենք մի փոքր կացան, իսկ այդ ընթացքում ես կտրատեմ մանր սխտորը։ Սխտորը կապ ունի նոր, այսպես սխտորը նորահաս, վաղահաս թե ինչպիսին կլինի։ Կապ չունի, կարող լինի թե նորահաս, թե հին սխտոր, աշնանային սխտոր, մեզ ուղղակի իր համային հատկանիշներն են հարկավոր, այն շատ հաճելի համադրվում է հավի մսի հետ։ Ու ընկույզով սոուսը, որը հիմա կպատրաստենք, նույնպես շատ համեղ է ստացվում։ Ապակի մեջ ավելացրեցինք բուսայուղը ու սխտորը թեթև կտապակենք։ Ջերմային մշակման այս ենթարկում։ Այո, ջերմային մշակման են ենթարկում։ Ընթացքում կավելացնեմ նաև մանր կտրատած ընկույզը։ Իսկ վարունգը նորից նույնպես այո։ կիսալուսնաձև, այդպես, հա։ Այո։ Կանաչ սոխի մասին կուզենայի մի քիչ խոսենք, շատ իմ կարծիքով իհարկե, շատ չենք օգտագործում ցավոք սրտի կանաչ սոխը, չի կիրառվում այնքան, որքան որ ասենք այլ սոխերը։ Էլ չասեմ, որ սոխի տարբեր տարատեսակներ կան, որոնք մենք ոչ բոլորն ենք օգտագործում։ Դա արդյոք նրանից է, որ չենք կարևորում տեսակը, եթե սոխ ենք ասում, ապա որևէ ինչ պատահեց, էլ չենք ասում, ասենք, շալոտ սոխի տարատեսակ կա, կարմիր սոխը, որ մեր բնորոշ է մեր տարածաշրջանին, այդ ու նաև կանաչ սոխը,
Եվ այլն, սպիտակ սոխ, եւ այլն։ Դրանք իհարկե ասել ավելի շատ բնորոշ է մեր հայերին են, որ իրանք ի սկզբանե սովոր են մեր ասած այսպես գլուխ սոխին։ հա Իրանց առօրյա տեսների մեջ հիմնականում օգտագործում են ու հարկ չի եղել կանաչ սոխի օգտագործումը։ Կանաչեղենի մեջ ավելի շատ գերակշռող մասը հայերի օգտագործում է համեմ, ռեհան, այո մեծամասնությունը։ Շատ քչերն են, որ սոխի հետ առնչություն ունեն, բայց նույնպես շատ լավ վիտամիններով հարուստ կանաչի է։ Այո, գոնե գտամ միջև վերջերս բան կար, չէ՞, այսպեսի դոգմա կար։ Ով է տեսե թարխունը ճաշի մեջ լցնում։ Թարխունը միայն բուրումի համար է լավաշով, այն էլ ձվով բուրումի։ Ով է տեսել գարնան բացման համար։ ով է տեսել քարաուզը նեխուրը, այսպես ասած, կերակուրի մեջ։ Նեխուրը թթվի համար է եւ այլն։ Այո։ Այնինչ դրանք համի կրողներ են եւ սոխը երկար, այսպես որ կտրատենք, ինչ կարծիք ես։ Թե Խնդիր չկա, կարող են երկար համադրելի լինի մեր մտրեքի հետ։ Ես այստեղ արդեն պատրաստել եմ սոուսի հիմնական մասը, կավելացնեմ հիմա սերուցքը, որից հետո այն կհամեմ եմ աղով եւ պղպեղով։ Այսպես, սխտոր, ընկույզ եւ սերուցք, սոուս։ Մի փոքր երասնելուց թանձրացնելուց հետո կավելացնենք համեմ, Կարան վիճակում կտրատած համեմը կավելացնենք մատուցելուց առաջ։ Մատուցելուց առաջ։ Այո։ Հարգելի հեռուստադիտողներ, ես ձեզ ուղղակի հիշեցնեմ, որ տեսեք, մենք կտրատեցինք աղցանը, մթերքները, իրականում փորձառու խոհարարը եւ ընդհանրապես խոհարարը, հիմա այս մթերքները երբ որ պատրաստես խառնելու ընթացքում արդեն իր քիմքի միջոցով արդեն համերը պատկերացնում է, թե լոլիկը վարունգին կպավ, ինչ համ ստացավ, սոխին կանաչ, այնուհետև բողկին եւ այդպես մոտավոր պատկերը պիտի փորձառու խոհարարը ունենա։ Իսկ դու համաձայն ես, որ ասում են աղցանին աղցանել չի կարելի։ Ցանել կարելի է, բայց չափավոր քանակի, արդեն աղցանին աղցանել չի կարելի։ Քիմքին վայել։ Այո, խնդրեմ։ Համեն պիտի կտրատեմ, չէ՞ մի քիչ։ Մի փոքր համեմ, այո, մեծ սոուսի համար անհրաժեշտ կլինի։ Սա էլ քեզ համեմ եղբայր։ Շնորհակալություն։ Իսկ այստեղ ինչ ունենք 21 րոպե։ Ցավում եմ ավելացրեցի արդեն սոուսին, բայց այն չեմ խառնի, վերջում մատուցելուց առաջ կխառնենք։ Մենք քանի որ ունենք դեռ մի 20 րոպե, կարծում եմ կընդմիջվենք, այսինքն մենք կմիանանք 20 րոպե հետո, բարեկամներ։ Համլետ ջան, արդեն 3 րոպե է մնում եւ մենք այստեղ ունենք սոուսը պատրաստ է նաեւ աղցանը դեռ չենք հավելել, ինչ պիտի հավելում անենք, ինչ հավելում։ Հավելում կանենք միայն աղ, որից հետո կխառնենք, կլցնենք մատուցվող ափսեի մեջ, վերջում կավելացնենք թթվասերը նրա վրա։ Խնդրեմ։ Լոտուս ապրանքանիշի աղը կօգտագործենք։ Աղ արեցինք, ձեթ արեցիր, հա, ոնց որ Չէ, ձեթ չեմ արել, սա Չես անելու, որովհետև թթվասերով։ Այո, վերջում կավելացնենք ընդհանուր թթվասերը։
լոլիկ, վարունգ, ամսական բող, կանաչ սոխ, աղ, լոտուս ապրանքանիշի պղպեղ արեցինք, պղպեղ չենք արել։ Ըստ ցանկության, Ըստ ցանկության, այո։ ցանկանում եք կարող եք ավելացնել։ Այո։ Եվ թթվասեր։ Թթվասերը։ Կարելի է օգտագործել ուրիշ տեսակի կանաչիներ։ Ես նախընտրում եմ այս պարագայում կանաչ սոխը, դրանով պատրաստեցին կանաչ սոխը։ Կարող ենք նաև փոխարինել ռեհանով, համեմով, նույնիսկ ընդհանուր խառը կանաչիներով։ Բոլոր տարբերակներով շատ համեղ արձան է ստացվում։ Մի հատ տակ հասնենք սոուսը։ Հիանալի աղցան, ամառային զովացուցիչ աղցան, Պատրաստ է։ կանչեց։ Ունենք կարտոֆիլ, կրծքամիս և հատուկ սոուս, ինչպես նշեց Համլետը, որտեղ մենք օգտագործեցինք սխտոր, ընկույզ, սամիտ, թե համեմ, սամիտ, համեմ և սերուցք, արդեն պատրաստ, այո։ Եվ կարտոֆիլը։ Հավի կրծքամիսը հատուկ պայմաններում և հատուկ սոուսով և ամառային աղցանը հատուկ պայմաններում և հատուկ սոուսով պատրաստված հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության անդամ Համլետ Վարդանյանի կողմից, ով միաժամանակ հանդիսանում է նաև Հավանա ռեստորանային համալիրի ավագ խոհարարը։ Շնորհակալություն Համլետ ջան, եթե դու ունես ցանկություն, ունես հորդորներ, առաջարկներ մեր հեռուստադիտողներին, խնդրեմ։ Ցանկությունս միայն մեկն է, համբերություն մեր հայ ազգին, դիմակայելուն այս ծանր իրավիճակին։ Բարեկամներ, համբերությունը շատ կարևոր գործոն է, շատ կարևոր որակ է։ Մենք պիտի համբերատար լինենք, մենք պիտի լինենք միաբան, մենք պիտի լինենք ուժեղ, այլ տարբերակ չունենք, ենք պարտավոր ենք լինել ուժեղ։ Շնորհակալություն եղբայր, ապրես դու, հուսով եմ էլի կհանդիպենք, լավ տրամադրություն եմ մաղթում քեզ և գործնական առաջխաղացումներ։ Կեցես։ Հավի կրծքամիս ընկույզի սոուսով։ Հավի կրծքամիս 200 գրամ, կարտոֆիլ 200 գրամ, ձիթայուղ 30 գրամ, սերուցք 80 գրամ, սխտոր 10 գրամ, աղ 4 գրամ, սև պղպեղ 2 գրամ։ Աղցան։ Լոլիկ 1 հատ, վարունգ մեծ 1 հատ, բրոկոլի 3-ից 4 ճյուղ, կանաչ սոխ 50 գրամ, աղ 4 գրամ, թթվասեր 50 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, կերակրատեսակը հարկավոր է մատուցել սեղանի 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ, հետը սպիտակ կարմիր անապակ, անսահմանափակ հայկական գինի, եւ ուզում եմ, որ միշտ հիշենք, որ ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Առողջ լինեք, ցտեսություն բարեկամներ։